Բարի օր, եթերում Կիրակ Նորեի հերթապամասն է։ Այս թողարկման մեջ տեղ գտած կարևոր իրադարձություններին ծանոթացեք նախ համարոտ։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ներկայ է եղել Մարի Իզմիլյանի անվան մանկատանսաների ամանորյա հեքիաթային ներկայացմանը։ Միգրացիոն ոլորտի խնդիրներն ու մարդկային պատմությունները համախմբել էին լրագրողներին։ Հայտնաբերվել է Ապոյնի որսած ավելի քան 1 տոննա ձուկ։ Ներքին գործերի նախարարության ջրային պարեկային ծառայությունը հետևողականորեն շարունակում է Ապոյնի ձկնորսության դեմ պայքարը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը այցելել է Pixart ընկերության գրասենյակ ծանոթանալու նոր կենսաչափական անձնագրերի վիզաների էջերի վիզուալների ձևավորման աշխատանքներին։ Նախարար Սարգսյանը Pixart-ի մասնագետների հետ քննարկել է կենսաչափական նոր անձնագրերի էջերի ձևավորման ընթացիկ աշխատանքները։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 24-ին այցելել է Pixart ընկերության գրասենյակ հետևելու կենսաչափական նոր անձնագրերի վիզաների էջերի վիզուալների ձևավորման աշխատանքներին։ Արփինե Սարգսյանը շրջել է գրասենյակում, ծանոթացել ընկերության ստեղծարար ու տեխնոլոգիական հնարավորություններին, նորարարական լուծումներին։ Անդրադարձ է կատարվել պետություն մասնավոր գործընկերության ծրագրի շրջանակում ներքին գործերի նախարարության հետ համագործակցությանը, ամփոփվել են իրականացված աշխատանքներն ու նախանշվել հետագա քայլերը։ Աշխատանքային քննարկմանը անդրադառնալով կենսաչափական համակարգի ներդրման գործընթացին, Արփինե Սարգսյանը կարևորել է նոր կենսաչափական անձնագրերի վիզաների էջերի ձևավորման աշխատանքներում ընկերության մասնագետների ներգրավվածությունը։ Նախարարն ընդգծել է, որ ընկերության հետ համագործակցությունը հնարավորություն է ընձեռում կիրառել միջազգային չափանիշներին համապատասխան դիզայներական եւ տեխնոլոգիական լուծումներ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդլայնելու համագործակցությունը, նպաստելով նորարարական լուծումներով նոր կենսաչափական համակարգի ներդրմանը։ Քննարկմանը մասնակցել են ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, Pixart ընկերության համահիմնադիրներ Միքայել Վարդանյանը եւ Հովհաննես Ավոյանը, Հայաստանյան գրասենյակի տնօրեն Գուրգեն Պետրոսյանը, ներքին գործերի նախարարության, միգրացիա եւ քաղաքացիության ծառայության ու Pixart ընկերության ներկայացուցիչներ։ Մարի Իզմիլյան անվան մանկատանը անցկացվեց ամանորյա երազ խորագրով տոնական ներկայացումը, որի գլխավոր հերոսները երեխաներն էին։ Միջոցառմանը ներկա էր ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը, պետական եւ հասարակական կառույցների ներկայացուցիչներ։ Ներկայացման ավարտին երեխաները ստացան ամանորյա նվերներ, իսկ մանկատան Սան Ալենը հնարավորություն ունեցավ մոտիկից ծանոթանալու իր երազանքի ոստիկանության ծառայությանը։ Դեկտեմբերի 25-ին Մարի Իզմիլյանի անվան մանկատանը տոնական մթնոլորտ էր։ Ամանորյա երազ խորագրով ներկայացման հերոսները երեխաներն էին իրենց ժպիտներով, երազանքներով եւ հեքիաթային կերպարներով։ Միջոցառմանը ներկա էր ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը։ Ներկա էին նաեւ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ներքին գործերի նախարարության եւ SOAR Հայաստան բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներ։ Երեխաների համար ամանոր ամենասպասած տոներից մեկն է։ Այսօր մենք մեր ամբողջ թիմով փորձել ենք երեխաների հետ միասին այսօրը վերածել հեքիաթի։ Մանկատանսաները ներկայացրին իրենց հեքիաթային կերպարները եւ կատարած բարի գործերի համար լուսավորելով աստղերը տոնական տրամադրություն պարգևեցին հյուրերին։ Ներկայացման ավարտին ներքին գործերի նախարարության կողմից նվերներ հանձնվեցին երեխաներին։ Հանդիպումը սպասված էր հատկապես մանկատան Սան Ալենի համար, ով երազում է դառնալ ոստիկան։ Ալենը հնարավորություն ունեցավ շրջել պարեկների հետ, ծանոթանալ իր երազանքի մասնագիտությանը։ Թվային հասարակություն, պետություն, թվայնացված ծառայություններ։ Ժամանակն է մոռանալ ձգձգվող հերթերը, փաստաթղթերի կապոցներն ու երկար սպասելը։ Այսուհետ տրանսպորտային միջոցների առուվաճառքի գործընթացը կարող եք իրականացնել թվային միջավայրում։ Գործարքը հնարավոր է կատարել րոպեների ընթացքում, առանց ավելորդ փաստաթղթային ընթացակարգերի եւ հաշվառման քննական բաժիներում երկար հերթերի։ Նոր փոփոխությամբ հնարավոր է տուրքերի եւ հարկերի առցանց վճարում, արգելանքների եւ պարտավորությունների ավտոմատ ստուգում։ Վստահելի եւ անվտանգ գործարք ԵՍՄ նույնականացման համակարգի միջոցով։ Ձեր վարորդական վկայականն արդեն հասանելի է թվային ձևաչափով։ Վավեր վկայական ունեցող յուրաքանչյուր քաղաքացի այսուհետ ստանում է դրա թվայնացված տարբերակը առանց լրացուցիչ դիմումների ու վճարների։ Թվային Հայաստան, ավելի պարզ, ավելի արագ։ Գնեք եւ վաճառեք ձեր տրանսպորտային միջոցը արագ, անվտանգ եւ առցանց։
Ներքին գործերի նախարարության և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության համագործակցությամբ ստեղծված Karmia.gov.am հարթակը ճանաչվել է նորարարական նախագիծ անվանակարգի հաղթող։ Սեպտեմբերի 1-ից գործարկված հարթակում արդեն իրականացվել է ավելի քան 500 առցանց տրանսպորտային միջոցի առուվաճառքի գործարք, քաղաքացիներին հնարավորություն տալով մի քանի րոպեում առցանց և պարզեցված ընթացակարգով իրականացնել մեքենայի ձեռքբերման, վաճառքի և գրանցման գործընթացը։ Karmia.gov.am հարթակը ներքին գործերի նախարարության որդեգրած թվայնացման գործընթացի շրջանակում պետական համակարգում կյանքի կոչված առաջին և խոշոր նախագծերից է։ Արդեն 15 տարի ճամփրուկ ամենամյա լրագրողական մրցույթը միգրանտների միջազգային օրը մարդու պատմություններն ու ոլորտի զգայուն խնդիրները լսելի դարձնելու նպատակով միավորում է միգրացիոն ոլորտը լուսաբանող ԶԼՄ ներկայացուցիչներին։ Այս տարի գլխավոր մրցանակին արժանացել է Civilnet-ը, իսկ մյուս մրցանակները բաժին են հասել մի շարք լրատվամիջոցների։ Արդեն 15 տարի դեկտեմբերի 18-ին միգրանտների միջազգային օրը ճամփրուկն իր շուրջն է համախմբում միգրացիոն ոլորտը լուսաբանող զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների, ովքեր բառի, կադրի ու լռության միջոցով փորձում են լսելի դարձնել ոլորտի խնդիրները։ Մրցույթին մասնակցած ԶԼՄ ներկայացուցիչները անդրադարձել են միգրացիայի, փախստականների ինտեգրման զգայուն թեմաներին, որի առանցքում մարդն է։ Հայտ ներկայացրած լրատվամիջոցներից 7 լավագույն հրապարակումներն արժանացել են մրցանակի։ Գլխավոր մրցանակին է արժանացել Civilnet լրատվական կայքի ընկեր Սիլվեն Թեղուտի աֆրիկացի մարզիչը հրապարակումը։ Երկրորդ տեղը կիսել են Armenian Weekly-ն և Media Lab-ը, իսկ երրորդ մրցանակին արժանացել է Nizag Media-ն։ Խրախուսական պարգևների են արժանացել Armenia հեռուստաընկերությունը, HETKM-ը և Media Ակումբ հասարակական կազմակերպությունը։ Մրցանակաբաշխությունը նպաստում է նաև իմիգրացիոն հոսքերի արդյունավետ կառավարմանը, սկսած մենք որպես ընդունող հասարակություն, հանդուրժողականության, բարձրացման իմաստով, ատելության խոսքի բացառման իմաստով եւ մենք այսօր ականատես եղանք իրավիճակների տարբեր նյութերի հերոսների տեսքով, որոնք որպես ապաստան հայցող եկել են Հայաստան եւ հիմա մեր ամենաառաջատար բիզնեսներում են աշխատում իրենց օրինակով, ուրեմն կարծում եմ ցույց են տալիս, որ միգրացիոն process-ները ինչպես են ընթանում առհասարակ Հայաստանում։ Միգրացիա և քաղաքացիության ծառայության պետ Նելի Դավթյանի խոսքով վիզաների ազատականացման գործընթացի համատեքստում առանձնահատուկ կարևորություն է ստանում միգրացիոն կանոնավոր և պատասխանատու վարքագծի ձևավորումը։ Նրա ընդգծմամբ դա ոչ միայն իրավական պահանջ է, այլև կայուն ու անվտանգ միգրացիոն միջավայր կառուցելու հիմք։ Մարդը կարիքի մեջ միջազգային կազմակերպության մեդիա և հաղորդակցության ղեկավար Շուշան Ներսիսյանի խոսքով ներկայացվող աշխատանքներում կարևորվել են այն թեմաները, որոնցում անդրադարձ է կատարվել միգրացիայի թեմաներով սոցիալական խնդիրներին և առաջարկվել են լուծումներ։ Ընտրված նյութերը իհարկե դրանք լավագույնս են ներկայացնում տարվա տենդենցիային թեմաները, բայց մյուս կողմից բոլոր այն նյութերը, որոնք որ չեն ընտրվել, նրանք միևնույն ժամանակ նույնպես շատ կարևոր նյութեր են մեզ համար։ Կազմակերպիչների խոսքով որակյալ լրագրությունը ոչ միայն ազդում է միգրացիոն վարքագծի վրա, այլ նաև նպաստում է իրավագիտակից և տեղեկացված հասարակության ձևավորմանը։ ՄԱԿ-ի փախստականների գործակալության արտաքին կապերի պատասխանատու Անահիտ Հայրապետյանն էլ փաստում է, ճամփրուկը մարդկանց հույզերի, ապրումների մասին է։ Ճամփրուկ մրցանակաբաշխությունը դա այն մարդկանց մասին է, ովքեր սկսում են ապրել Հայաստանում ու միշտ հուզիչ են լինում նյութերը։ Ճամփրուկ ամենամյա լրագրողական մրցույթը կազմակերպվում է ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության, ՄԱԿ-ի փախստականների գործակալության և մարդը կարիքի մեջ միջազգային կազմակերպության համագործակցությամբ։ Գործարկվել է ներքին գործերի նախարարության միգրացիա և քաղաքացիության ծառայության պաշտոնական նոր կայքը։ Կայքում տեղադրված տեղեկատվությունը համակարգված է ըստ կարևորության և առաջնահերթությունների, պահպանելով ժամանակակից թվային միջավայրում ընդունված 3 քլիքի սկզբունքը։ Այցելուն կարող է անհրաժեշտ տեղեկությունը գտնել մի քանի վայրկյանում։ Արդիականացված որոնողական համակարգը և տեխնիկական նորարար լուծումները ապահովում են կայքի բարձր հասանելիություն տարբեր որոնման հարթակներից, աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև լիարժեք հարմարեցված է տարբեր սարքավորումների էկրանների չափերին։ Կայքը ևս մեկ կարևոր քայլ է հանրային ծառայությունների թվայնացման, մատչելիության և քաղաքացիակենտրոն կառավարման ուղղությամբ։ Կարճատև դադար, որից հետո կվերադառնանք և կշարունակենք թողարկումը։ Մենք վերադարձանք, շարունակելով թողարկումը, առաջարկում եմ անցնող շաբաթվա քրեական նորություններին ծանոթանալ մեկ տեսաշարով։
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տեղեկության համաձայն 43-ամյա մի տղամարդ տելեգրամյան հավելվածի միջոցով պարբերաբար ձեռք էր բերում տարբեր տեսակի թմրամիջոցներ եւ դրանք իրացնում, տեղադրելով մայրաքաղաքի տարբեր հատվածներում։ Հետագա միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 16-ին ստացվեց արդեն կոնկրետ տեղեկություն, որ նա իր բնակության վայրի տարածքում ձեռք է բերել թմրամիջոցների հերթական խմբականակը եւ թաքցրել իր տան խորդանոցում։ Նույն օրը ժամը 10-ի սահմաններում Քաղաքի Նազարբեկյան թաղամասում նա ձերբակալվեց ու տեղափոխվեց համայնքային ոստիկանության Մաշտոցի բաժին։ Աչափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ եւ հաջորդ օրը դատարանի որոշմամբ խուզարկվեց խորդանոցը։ Հայտնաբերվեց ընդհանուր 81 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի 6 փաթեթ ու եւս 8 փաթեթ, լցված ընդհանուր 477 գրամից ավելի մարիխուանայով։ Նախաքննության հանգամանքները պարզվում են։ Տավուշի մարզի պարեկները դեկտեմբերի 19-ին Իջևան քաղաքի Անկախության փողոցում կանգնեցրել են Mercedes-Benz մակնիշի մեքենա։ Ստուգման պարզվել է, որ 41-ամյա վարորդը մեքենան վարում է ոչ ստապ վիճակում։ Պարզվել է նաև, որ նա հագուստի տակ թաքցրել էր ինքնաձիգ եւ 7.62 մմ տրամաչափի 24 փամփուշտով լիցքավորված փամփշտատուփ։ Ոսկեվան գյուղի բնակիչ 41-ամյա տղամարդը ձերբակալվել եւ կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին։ Ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է քրեական պատասխանատվությունից խուսափելու համար կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք զինամթերքը։ Համայնքային ոստիկանության Նոր-Նորքի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Երևանի բնակիչ 25-ամյա երիտասարդը տելեգրամյան ալիքի միջոցով իրացնելու նպատակով թմրամիջոց է ձեռք բերում, իսկ դեկտեմբերի 19-ին թմրամիջոց է տեղադրելու Նոր-Նորքի առաջին զանգվածում։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում Նագայի պողոտայի շենքերից մեկի մոտ հայտնաբերվել, ապօրինի թմրամիջոց պահելու, օգտագործելու եւ իրացնելու կասկածանքով ձերբակալվել եւ իր վարած Nissan մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Նոր-Նորքի Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են դանակ եւ մարիխուանա տեսակի թմրամիջոցի զանգվածով 3 փաթեթ ընդհանուր 6 գրամից ավելի քաշով։ Ձեռնարկված հետագա միջոցառումներով պարզվել է, որ 25-ամյա երիտասարդը տելեգրամյան ալիքից ձեռք է բերել 110 փաթեթ թմրամիջոց, 22-ը արդեն իսկ տեղադրել են Նոր-Նորք վարչական շրջանի տարբեր հատվածներում, իսկ մնացածը ավտոմեքենայում են։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված ձննությամբ Գայի պողոտայի հասցեներից մեկում հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգվածով 22 փաթեթ, ընդհանուր մոտ 49 գրամ քաշով, իսկ ավտոմեքենայում ընդհանուր 194 գրամ զանգվածով 83 փաթեթ։ Կատարվում է նախաքննություն։ Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Իրանից Հայաստան էր ներմուծվել առանձնապես խոշոր չափերի թմրանյութ։ Ստացված տեղեկությունն իրացնելիս վարչության ծառայողները համագործակցեցին քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության 3-րդ վարչության գործընկերների եւ պարեկների հետ։ Մաքսանենգ ճանապարհով Հայաստան թմրամիջոց ներմուծելու, ապա այն իրացնելու անմիջականորեն ցակած հիմնավոր կասկածանքով դեկտեմբերի 23-ին նոյեմբերյանում ձերբակալվեցին Մայրաքաղաքի բնակիչներ 50 եւ 29 տարեկան տղամարդիկ ու վերջինիս վարած մեքենայով տեղափոխվեցին նախաքննական մարմին։ Նրանց հայտարարությամբ նախապես պայմանավորվել էին մի օտարերկրացու հետ եւ Մաքսանենգ ճանապարհով ձեռք բերել 7 կիլոգրամ մարիխուանա, ինչպես նաեւ այլ տեսակի թմրամիջոցներ, որոնք պետք է տեղափոխվեին այլ երկիր։ Քրեական օրենսգրքի 393-րդ եւ 399-րդ հոդվածների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում դատարանի որոշմամբ 29-ամյա տղամարդու մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվել է 7 կիլոգրամ 331 գրամ մարիխուանա։ Տղամարդիկ ձերբակալվել, ապա դատարանի որոշմամբ կալանավորվել են։ Քրեական վարույթի շրջանակներում քննությունը շարունակվում է։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Կառավարությունն իրազեկում է։ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է. Հարգելի քաղաքացիներ, որևէ պատրվակով անծանոթ անձանց մի տրամադրեք անձնագրային եւ բանկային տվյալներ։ Մի փոխանցեք նաեւ համացանցի տարբեր հարթակներում գրանցված ձեր անհատական հաշիվների մուտքանունները, գաղտնաբառերը եւ SMS ծանուցմամբ ստացված մեկանգամյա կոդերը։ Նշված անձնական տվյալները փոխանցելով այլ անձանց, հավանական է, որ դրանք հետագայում օգտագործվեն տարբեր հանցավոր սխեմաներում ներգրաված անձանց կողմից, եւ արդյունքում կարող եք ոչ միայն զրկվել ձեր էլեկտրոնային դրամապանակների, բանկային հաշիվների, անհատական հաշիվների հասանելիությունից, այլև դառնալ ֆինանսական հափշտակությունների զոհ։ Հանցավորների ձեռքում հայտնված տվյալները կարող են օգտագործվել նաեւ այլ հանցագործությունների կատարման համար։ Եղեք զգոն։
Պահպանեք ձեր անձնական տվյալները։ Ապօրինի զենք զինամթերքի շրջանառության դեմ պայքարը ներքին գործերի նախարարության ոստիկանության առաջնահերթություններից է համայնքային եւ քրեական ոստիկանությունները բարեկային ծառայությունն ու ոստիկանության գվարդիան 24/7 ռեժիմով իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերել եւ ապօրինի շրջանառությունից դուրս են բերել մեծ քանակությամբ ապօրինի հրազեն ու ռազմամթերք։ Հրազենի գործադրմամբ կատարվող հանցագործությունները մարդու դեմ ուղղված ծանրագույն եւ վտանգավոր հանցատեսակներից են, որոնք ոչ միայն մարդկային կյանքեր են խլում, այլև խաթարում հասարակական կարգն ու անվտանգությունը, առաջ բերելով հանրային հնչեղություն եւ խիստ գործիքակազմով վերահսկողության անհրաժեշտություն։ Հանրային անվտանգության ապահովման հանձնառությամբ ներքին գործերի նախարարության ոստիկանության 4 հենասյունային ծառայությունների, համայնքային եւ քրեական ոստիկանությունների, բարեկային ծառայության եւ ոստիկանության գվարդիայի ստորաբաժանումները 24/7 ռեժիմով իրականացնում են ապօրինի զենք զինամթերքի հայտնաբերման հետեւական աշխատանք։ Համայնքային ոստիկանության ենթակա ստորաբաժանումների ծառայողների կողմից Երևանում եւ մարզերում արգրավվել, հայտնաբերել եւ բացատրական աշխատանքների շնորհիվ կամավոր հանձնվել է ընդհանուր 1360 հրազեն։ Հանցավորության դեմ պայքարի մարտահրավերներին արդյունավետ հակազդելու նպատակով շարունակական աշխատանք է իրականացնում նաև քրեական ոստիկանությունը։ Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հաշվետու ժամանակահատվածում ապօրինի շրջանառությունից դուրս է բերվել 398 միավոր հրազեն։ Բարեկային ծառայության ստորաբաժանումների ծառայողները շուրջօրյա ծառայության ընթացքում ոչ միայն ապահովում են հասարակական կարգն ու ճանապարհային երթևեկության անվտանգությունը, այլև հայտնաբերում են զենք զինամթերք, բացահայտում տարաբնույթ հանցագործություններ։ Հունվարի 1-ից դեկտեմբերի 9 ընկած ժամանակահատվածում բարեկային ծառայության ենթակա ստորաբաժանումների անձնակազմի կողմից հայտնաբերվել է 198 միավոր զենք։ Նոյեմբերի 1-ից գործում է ոստիկանության 4-րդ հենասյունային ուղղությունը, ոստիկանության գվարդիան, պետության անվտանգության համակարգում բացելով նոր էջ։ Պատասխանատու լինելով հասարակական կարգի պահպանության եւ հասարակական անվտանգության ապահովման համար գվարդիայի ծառայողները մեկամսյա ծառայության ընթացքում արդեն հայտնաբերել են ապօրինի պահվող զենք զինամթերքի 5 դեպք։ Միաժամանակ արգրավվել, հայտնաբերվել եւ կամավոր հանձնվել է տարբեր տրամաչափի 74844 փամփուշտ, 223 միավոր սառը զենք, 605 նեռնակ, 424 նեռնակի պայթուցիչ, 90 արկ, 273 պայթուցիկ սարք, 208 պայթուցիկ նյութ եւ 11293 միավոր այլ ռազմամթերք։ Ոստիկանությունը հիշեցնում է, ապօրինի պահվող զենք զինամթերքը կամավոր հանձնողը ազատվում է քրեական պատասխանատվությունից։ Ներքին գործերի նախարարությունը հետևողականորեն շարունակելու է ապօրինի պահվող զենք զինամթերքի հայտնաբերման գործընթացը քաղաքացիների համար ապահովելով առավել անվտանգ միջավայր։ Նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում միայն բարեկային ծառայության կողմից Սևանա լճում հայտնաբերվել եւ արգրավվել է ապօրինի որսած ավելի քան 1 տոննա ձուկ։ Ոստիկանությունը հիշեցնում է, ձվադրման շրջանում սիգի որսը ենթադրում է վարչական եւ քրեական պատասխանատվություն, կոչ անելով համատեղ ջանքերով պահպանել բնությունն ու կենսաբազմազանությունը։ Սևանա լիճը կենդանի համակարգ է եւ ցանկացած սխալ միջամտություն կարող է թողնել խորքային եւ երկարաժամկետ հետևանքներ։ Պետության դիրքորոշումն այստեղ հստակ է ու աներկբա։ Ջրային ռեսուրսների եւ կենդանական աշխարհի պահպանությունը ռազմավարական առաջնահերթություն է, իսկ դրանց պաշտպանության ուղղված քայլերը խիստ իրավաչափ եւ հետեւողական։ Այս իրողության գիտակցմամբ ներքին գործերի նախարարության ոստիկանության ուշադրության կենտրոնում է ձկնագողության դեմ պայքարը։ Ձկան արգելման ժամանակահատվածում շարունակում է ջրային պարեկների վաշտի ուժեղացված ծառայությունը։ Նշված ժամանակահատվածում հայտնաբերվել են ապօրինի ձկնորսության բազմաթիվ դեպքեր։ Մասնավորապես Սևանա լճի վրա ապօրինի ձկնորսությամբ զբաղվող քաղաքացիներ, որոնք իրենց ձկնորսական նավակներով, ձկնորսական ցանցերով, ձկնորսական նավակի շարժիչներով հանդերձ տեղափոխվել են ոստիկանության բաժիններ։ Թեև Սևանա լճում սիգի արդյունագործական որսի արգելքից առաջ իրականացվել են իրազեկման միջոցառումներ, այդուհանդերձ բարեկային ծառայողները շարունակում են ձկնագողության դեպքեր բացահայտել, նշում է ջրային պարեկների վաշտի առաջին դասակի հրամանատար Ռոման Գրիգորյանը։ Հիմնականում ձկնագողության դեպքերը այս ժամանակահատվածում իրականացվում են գիշերային ժամերին եւ ջրային պարեկային վաշտը իր ծառայությունը իրականացնում է նաեւ գիշերային ժամերին, թե ջրային հատվածներում, թե ափամերձ տարածքներում։
Ոստիկանության գործողությունները միտված են ոչ միայն խախտումների բացահայտմանը, այլ նաև կանխարգելմանը հստակ ուղերձով, որ էկոհամակարգի խաթարման հաշվին որևէ շահ արդարացված չէ։ Սիգիձը կամ որսը արգելված է եւ մինչեւ 2026 թվականի փետրվարի 1-ը ջրային պարեկների վաշտը շարունակել է ուժեղացված ծառայությունը։ Նշված ժամանակահատվածում մենք ակտիվորեն համագործակցում ենք նաեւ էկոպարեկային ծառայության, բնապահպանության ընդերքի տեսչական մարմնի եւ այլ շահագրգիռ կազմակերպությունների հետ։ Նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 23-ն ընկած ժամանակահատվածում միայն ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայությունը հայտնաբերել եւ արգելավել է ապօրինի որսած 1000 կիլոգրամից ավելի 2613 զուգ։ Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները համագործակցելով շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկների հետ հայտնաբերել եւ արգելավել են նաեւ 13 նավակ, 63 ցանց, նավակի շարժիչներ եւ թիեր։ Հիշեցնենք, որ ձվադրման շրջանում Սևանա լճում ապօրինի ձկնորսությամբ զբաղվելը նախատեսում է վարչական ու քրեական պատասխանատվություն։ Ձկնագողության դեմ պայքարը պահանջում է պետության, հասարակության եւ յուրաքանչյուր քաղաքացու համատեղ ջանքն ու հանձնառությունը պահպանել բնությունն ու կենսաբազմազանությունն այսօր, ապագայի համար։ Շաբաթվա կարևորները այսքանն էին, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս հաջողություն։